Այսպես թյուրն բռնում կա համակարգին միացած թե հենց կոնկրետ արկա քարտերի մասին է խոսքը, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեն վիզա, մաստեր քարտեր, դրանց չի վերաբերում, բացառապես քարտի վրա պետք է գրված լինի արկա քարտ։ Այո, այս պահին համակարգը, քանի որ այնպես է միջոցառումը նախատեսված, որ պետք է արկա քարտերով իրականացվի անկախիկ գործարքը, բայց նախատեսած է հնարավորություն, որովհետև ներկայումս գործընթացներ են տեղի գնում, որով որ հնարավոր է թողարկվեն համատեղ քարտեր, co-badge կոչված անգլերեն տերմինաբանությամբ, այսինքն օրինակ master քարտը կարող է արկայի հետ ունենալ համատեղ թողարկած քարտ, եթե թողարկեն, ապա այդ քարտերով կատարված անկախիկ գործարքների դեպքում ևս իրականացնելու է անկախիկ գործարքներից ետ վերադարձ այն նախորդ մեխանիզմով, ինչը որ ես նշեցի։ Այս պահին փաստացի խոսքը միայն վերաբերվում է արկա քարտերով իրականացվող գործարքներին։ Իսկ մոտավոր պատկերացում ունենք, թե այս պայծրությամբ քանի մարդ ունի արկա քարտ, ինչ շահառուների մասն է խոսքը։ Մոտավորապես պատկերացումը կա, արկա քարտերի ունեցողների քանակի վերաբերյալ տվյալներ կան, այստեղ երկու տարանջատում պետքա ունենանք, կան արկա քարտ ունեցող ֆիզիկական անձինք եւ կա նաեւ տենց թիվ եւ կա ֆիզիկական անձանց թիվ, որովհետեւ հնարավոր է որ մեկ ֆիզիկական անձը մի քանի արկա քարտ ունենա, թիվը վերջին տվյալներով քարտերի թիվը 500,000-ի կարգի է, շուրջ 500,000 քարտերի թիվը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն վիզա կամ մաստեր քարտ, իրենք կարող են դրան զուգահեռ հիմա գնալ եւ նոր արկա քարտ վերցնել, եթե իրենց բանկը ունի արկա քարտ թողարկող։ Այո, կարող են ունենալ նաեւ արկա քարտ եւ արկա քարտով իրականացվող անկախիկ գործարքների դեպքում այն մեխանիզմը, ինչը որ նախատեսված է միջոցառմամբ, կստանան հետ վերադարձ 2%-ի չափով նախորդ ամսվա կատարած ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներից։ Այդ դեպքում, եթե սահմանափակում չկա, ցանկացած անձ կարող է ձեռք բերել արկա քարտ եւ օգտվել այս հնարավորությունից, ինչով է պայմանավորված, որ վիզան եւ մաստերը չի ներառվել։ Տեխնիկական հարց է։ Հետևյալով է պայմանավորված, քանի որ երբ վերադարձ 2%-ի վճարումը իրականացվելու է 2%-ի 1%-ը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1%-ը վճարվելու է Armenian Card փակbaşնետիրական ընկերության միջոցների հաշվին եւ այնպես է համակարգը կառուցված, որ 1% իրենց կողմից, ընկերության կողմից եւ 1% պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման դեպքում այդ է պատճառը, որ արկա քարտերն են այս պահին ներգրավված ծրագրում։ Շատ լավ, իսկ թոշակառուների քարտերը հիմնականում արկա են, ես ուսումնասիրեցի իմ շրջապատում կենսաթոշակ ստացող անձանց քարտեր, ամեն դեպքում կային քարտեր, որոնց վրա վիզա էր գրված, այսինքն դա ենթադրում է, որ կլինեն թոշակառուներ, որոնք չեն կարողանա, չէ, օգտվել, իրենց անհրաժեշտ կլինի արկա քարտ։ Ինչպես նշեցի, միջոցառումը աշխատում է արկա քարտերով քարտապանների ֆիզիկական անձանց դեպքում։ Մեր այն թոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են արկա քարտերով, այդ քարտերով իրականացված անկախիկ գնումներից ետ վերադարձի մեխանիզմը առաջարկող միջոցառումը իրենց վրա կտարածվի։ Այն թոշակառուները, որոնք որ իրենց թոշակը ստանում են վիզա կամ մաստեր քարտերով, իրենց վրա դա չի տարածվի։